Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք ձեր կադրերում, հրմշտոց է սկսվել։ Իսկ լարված է Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականները, եպիսկոպոսները վեհարանի դարպասների դիմաց ելույթ ունեցան, սակայն հիմա շտապում են հեռանալ։ Սակայն այստեղ իրավիճակը խիստ լարված է, շարունակում մնալ։ Դուք ձեր կադրերում տեսաք, թե ինչպես նրանց տեղափոխող մեքենան հեռացավ այստեղից։ Ես նաև նշեմ, որ նրանք վնասել են լրատվամիջոցներից մեկի տեխնիկան, հրմշտել լրագրողներին, ինչի արդյունքում էլ վատացել էր Նյուզեյեն այքի լրագրողի ինքնազգացողությունը։ Լսեք ուշադիր, այս իշխանությունները 18 թվականից ինչ եկել են, սրանք բռնազավթել են ամեն տեղ, ամբողջ Հայաստանը բռնազավթել են, ժողովուրդին կիսել է, քանի կար Կճոյանը ամենապիղծ սրբազանն էր, այսօր լիքը ախրանով, ոստիկանական համակարգով, չգիտեմ, այն թրաշա գլուխներով Կճոյանին փաթաթում տանում են, ինչի համար, Կճոյանը եթե նորմալ բան է, այդ ինչ է, բեապարը, եսիմ ինչ է, հոգավորական է, Կճոյանը ժողովրդից պետքա չփախներ, Կճոյանը, այո, Բայց անկողին են մտնում էլի ախրանաներով, դրանք ես տուն են մտնում ուրեմն ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը եւ իր պիղծ սաստավը ավիրում են Հայաստանի Հանրապետությունը, այ երբ որ մենք ուշքի գանք եւ պահանջենք, ամեն ինչ կլինի նորմալ, մենք հարկեր ենք տալի, մենք турքեր ենք տալի, պղծերը մեր հարկերով турքերով Հայաստանում ման են գալի եւ մեզ պահում են մեր տարածքներից, մեզանից պահում են ինչ-որ մի քանի Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ վատացել է եւս մեկ լրագրողի Անի Ներկարարյանի վիճակը, նրան եւս հրմշտել են։ Հա